Սպարտակյան Նարեկ։ Տեսեք, պարոն Սպարտակյան, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա դատավարությունից ու ընդհանրապես ձեր ընդհանուր կարծիքը տեղի ունեցող այս process-ից, ինչ կասեք։ Ակնկալիքները նայեք, հենց այսօրվա հետ կապված մենք եկել ենք մի ակնկալիքի հետևից, մենք եկել ենք ազատություն պահանջենք, չգիտեմ, փոխանցենք, ընտրենք բարերար Սամվել Կարապետյանին, բայց ես ասեմ, եթե մենք այսօր չստանանք այդ ինչի հետևից եկել ենք ազատությունը, արդարությունը, ապա ես այսօր մի բան ասեմ ձեզ, ինչ որ այսօր տեղի ունեցավ, օրինակ ես անձամբ եկել եմ Ռուսաստանից, ընկերներ ունեմ, ովքեր Ֆրանսիայից են եկել, մեր Սփյուռքից, այսինքն մարդիկ գալիս են ու այստեղ այսօր բնական ենք հավաքվել, ոչ մի բան չեն կազմակերպել, դուք գիտեք դատի օրը նշանակելներիք ինչի համար եմ այս ամեն ինչն ասում, որտեղ մենք մոտակա հավաքներին աջակիցներ եւ շատ մարդիկ կան, ովքեր անհանգստացած են այս ամեն ինչից եւ մարդիկ շատանալու են եւ գալու են պահանջելու, ես մտածում եմ, որ իշխանությունը այսօրվա դատարանը այլ ընտրանք չունի, մի օր առաջ Սամվել Կարապետյանին ազատության վաստակով դա մեզ համար իրոք շատ խայտառակ վիճակ է, երբ որ մեծ բարերար, հայ բարերարը ինչ-որ մի բարի խաթուր, անհասկանալի բարի խաթուր այսօր անազատության մեջ է, դա ուղղակի մեզ համար խայտառակություն է, էլի ազգային խայտառակություն է։ Տեսեք, եթե չեմ սխալվում, ձեզ աշխատանքից հեռացրեցին, կխնդրեմ նաև նշել ինչ աշխատանքի մասն է խոսքը, աջակցության կոչ հնչեցնելու պատճառով։ Կասեք, ինչ հնչեցնելուց հետո, ինչ պատճառաբանությամբ ձեզ հեռացրեցին աշխատանքից ու ինչ է դրա տակ թաքնված։ Գիտեք, ես դες ասեմ, ավելին անգամ դաժե այ ոչ թե ինչ որ կոչ էլ չի եղել, ուղղակի կարծիքի համար։ Ուղղակի ես կարծիքս հայտնել եմ դաժե մանրամասը, ես 2018 թվականից մինչև 2025 թվականի ամառը 7 տարի Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի դա Ուրալյան դաշնության պատվի հպատոսն է Հայաստանի ու իմ կոնսուլսկի, ասինքն օկրուգը դա համ Սվերլովսկի մարզն էր, համ Չելաբինսկի մարզը, համ Պերմսկի գրայը մոտավորապես դա բնակվում է մոտ 100,000 հայ, շատ մեծ քանակի Հայաստանի քաղաքացիներ, 10,000-ից ավել քաղաքացի, մենակ մենք աջակցել ենք COVID-ի ժամանակ, թղթաբանության հետ կապված ես դեսպանատան հետ կազմակերպել եմ այցեր, խեմ այդ ամեն ինչը մանրանում, որ եղել է տենց աշխատանք, իսկ երբևիցե պատվի ու պատոսի աշխատանքը դա, գիտեք ոնց է, ինքը մի քիչ ավելի շատ հասարակական է, այո, դու ներկայացնում ես երկիր, դու բարձրացնում ես երկրի դրոշը, հպատոսարան ես բացում, բայց Հայաստանի Հանրապետությունից ֆինանսավորում չես ստանում, ամբողջն անում ես քո ուժերով, որը ես արել եմ մեծ սիրով, դուք կարող եք ինտերնետում ծանոթանալ իմ արած գործերի հետ, վերաբերյալ ցեղասպանության, վերաբերյալ մեր անկախության տոնի։ Օրինակ, միակ քաղաքն է եղել երևի, որտեղ ամեն տարի անկախության օրը պետական շենքերը վառել են եռագույն դրոշով։ Ես ինձ ինչ որ ինձ դուր էր գալ այդ աշխատանքը եւ երբ որ բայց տեղի ունեցավ այս ամեն ինչ էս խայտարակ վիճակը, ասինքն փորձեց հիրախավորվել հայ եկեղեցին, հետո Սամվել Կարապետյանի կանոնավորումը, ես դե ուղղակի պարզապես ասի իմ կարծիքը ու ես ասեմ, դա անգամ հանրային չեմ ասել, դա ասել եմ իմ գոլեգաների հետ շփման մեջ, դա ասել եմ, չեմ թաքցրել, դա ինչ որ շփվելու, խոսալու, անհանգստանալով ցույց տալով, հետո ստացել եմ դեսպանատնից այդպես ուղերձ, որ այդ նման կարծիքի բան խաթուր, պետք չի խառնվել բան, դրա խաթուր, ասինքն դու կզրկվես։ Ձեզ համար վառ ապացույց, որ հետո ձեր գործընկերները դիմել են ԱԳՆ եւ ԱԳՆ-ն այո հաստատել է, որ ազատել է, բայց ոչ մի բան չի մեկնաբանել, ուրիշ բան չկար, պարզապես դա այ ոչ թե եզրակացություն է, ես անգամ դեսպանատնից ստացել եմ զանգեր, որ ինձ զգուշացրել են, ասել են։ Եկին զրույցներում կարծիքի չստելու համար։ Այո, հա, ու ձեզ ասեմ, դա ես ընդհանրապես չեմ զղջում։ Ես ոնց Եկատերինբուրգում մեծացել եմ, շարունակելու եմ օգնել ընդ ժողովրդին, ինչով կարամ էլի կազմակերպեմ։ Ու ինձ թվում է իմ մյուս գործընկերներն էլ, այ ոչ թե թվում է, ես գիտեմ, որ իրանք այդ կարծիքին են, որ իրանք էլ երևակայի իրանք կարծիքը հայտնի կարող է նույն բախտի արժանանան, բայց այսօր հարցը պատվի ու պատոս լինելը չի։ Հարցը մեր հայկական հայ արժանապատվության մեջ է, մեր երկրի ապագայի մեջ է, պատմությունը կրկնվել ունի, մենք չենք ուզում կրկնվեն ինչ որ եղել է 100 տարի առաջ։
Շնորհակալություն։